Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ մեր առաջին հյուրը Ֆուջիկա նախագծի համահիմնադիր Գրիգոր Գալստյանն է։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր նախագծի մասին։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի Գրիգոր ջան։ Սուխոյս перед Ֆուջիկա, Ֆուֆայկա, թվարկեք։ Էլ ինչ ունենք տենց։ Տոպիկ, հոլ, գործնագործ, յոթքար, անգորտի յոթքար, այն որ թռնում էին էշ ինչ։ Էշ միլիցա, բայց հա, էտեր էլի։ Դե խաղը էշ ոստիկան, ավելի եթերիկ, էշ ոստիկան։ Խաղը, էլ ինչ ունենք։ Աբանակ ոստիկան։ Գնա գլորում էին։ Յոթքարն է դա։ Յոթքարը ասեց անա։ Յոթքարը ասեց։ Կրկնվում եք, պարոն Մոլիտյան։ Սա այն բառերն են, որոնք արտնասնում են այն հիշողությունները, հիմնականում 90-ականների, չէ՞։ Ու միանգամից այդ Ցելևոյ աուդիտորիային հայերեն ասած։ Ովքեր որ հայ, տեսել։ Միանգամից այնց կպնում են, կանչում են էկրանների մոտ կամ չգիտեմ ինչի մոտ, որտեղ իրանց շատ հոգեարազատ թեմաներ է։ Այդ բառերից այնց տրիգեր է միանգամից Կիպիտիլնիկով ջուր տակ հասնել, հենց այդպես էր պետք ասել, հացի համար հերթ կանգնել, հացի տալոն, այն բառերին ավելացնենք հացի տալոնը։ Այդ ամենի մասին մենք ռիլեր ունենք, ռիլեր ենք արել եւ արել ենք մեր հաճույքի համար, ոնց որ մենք ինքներս էլ ոնց որ հիշենք այդ ժամանակները բաները։ Այո, հիշեցնենք հեռուստադիտողին, որ Instagram-ում կա Ֆուջիկա էջը։ Ինչի մասին ենք ընդհանրապես։ Ինչի մասին ենք առհասարակ խոսում ու ինչի համար է Գրիգորը մեր հյուրը այսօրվա։ Այդ էջում հավաքվել են մարդիկ, ովքեր որ այդ ամենը տեսել են, ծանոթ են, ապրել են, կան նաև 2000 եւ պլյուս թվականներին ծնված մարդիկ, ովքեր չեն տեսել, բայց կրկին հետաքրքրված են, որովհետեւ նաև իրենց էլ է շատ հետաքրքիր, թե ինչպես ենք մենք ապրել այն ժամանակներում, երբ որ չկար սմարթֆոն, երբ որ չկար ինտերնետ, ընդհանրապես համակարգիչ, որ ոչ մի բան չկար։ Սկսենք ոչ մի բան չկար, բայց ավելի ուրախ էինք։ Այդ հարցը միշտ երկրորդ հարցն է միշտ որ ծագում է, որ խոսում ենք 90-ականների մասին, որ այն ժամանակ ավելի լավ էր, մարդիկ ավելի ջերմ էին, բայց այդ բնական է որ տենց պիտի լիներ։ Այն ժամանակ մենք ես խորացել եմ այդ թեմայով էլի, որովհետև ոնց որ ուզում ես իմանալ ինչ են մարդիկ տենց ասում։ Նայեք, այն ժամանակ մենք պլյուս մինուսով բոլորս նույն կյանքով ենք ապրել։ Շատ քիչ պլյուս մինուսներով էլի, որտեվ հիմնականում նույն շորերն ենք հագել։ Նույն տիպի ընտանիքում ենք մեծացել։ Նույն ձևի, նույն պայմաններում, նույն հացի խնդիրը, բոլորիս խնդիրը նույնն է եղել, այդ շատ կարևոր է։ Ու ավտոմատ ստեղծվել է իրավիճակ, որ բոլոր իրար հետ հարևանները ընտանիքի պես էին ապրում, եթե կհիշեք։ Հիմա մենք թակ ունենք, պարոն, Wi-Fi-ի պարոնաներից։ Այո։ Ու հետո եկա այդ մտքին էլի, ասում որ լավ, այն ժամանակ պայմանական շողիկ ծեծանց տուն, գանց ծեծանց տուն, տենց էինք ասում, դե հիմա այդ կոլորիտը պահենք։ Դուռը բացում էիր, մտնում էիր, ոչ մի խնդիր, քո տանպես, չգիտեմ, կարող մի հատ հաց վերցներ ուտեիր օրինակ, եթե հաց կար տունը։ Հիմա այդ նույն մարդկանց հետ նույն շենքում ապրում ես, ու Wi-Fi-ի վրա, այդ տեքստը մենք ունենք էլ ռելերում, ու Wi-Fi-ի վրա կոդ ենք դնում։ Մեր հարևանից թակ ունենք պահում։ Ումից ես պահում էլ ու ինչ ես պահում։ Մեկը իմանալու ենք չէ։ Տատիկները Wi-Fi կոդը։ Տատիկները վստահ եմ բոլորի բակում ծանոթ են ունեն պես ծանոթ տատիկ չէ, վաճառում էին արևածաղիկ էին վաճառում, մաստակ էին վաճառում, եթե կար մաստակ շաքալակլոր, այդ բրինձները։ Այդ բրինձները հիմա էլ կա։ Մեկ առնում ու Ես այն օրը ձայնագրության ստուդիայի գնացել, մեր ընկերներից մեկը բրինձներից էսպես առնում։ Օ, սա մեր մանկությունից է։ Ինչքան ժամանակ մեր մանկությունից է, սպրտել ձեր մանկությունը։ Ինչքան ժամանակ կա արդեն Ֆուջիկան գրեթե։ Ֆուջիկան գրեթե մի տարի կա, հետևորդներ կան, ակտիվ մասնակիցներ կան, ընդհանուր առմամբ գոհ եմ, այսպես ասեմ, ինքը մտածվել է որպես հոբի, որպես ժամանց, ոնց որը որ կամաց պիտի աճի ինչ-որ բաներ դառնա, հիմա անձնական նաև գործերը զբաղվածությունը հաշվի առնելով, այո, գուցե շատ sense ճոխ առաջ չի գնում ու հիմա ուզում եմ դրա մասին խոսալ, որ
մեր ռիլերը որ նկարում ենք, ինքը շատ ռեսուրսատար եւ ժամանակատար է, եթե նայել եք, ինքը հաղորդումներ կան, որ այդքան վրաները չեն աշխատում։ Ինչքան որ մենք անում ենք դրա վրա, պետք է պատկերացնել, ինչքան դժվար է, օրինակ 2025 թվականին գտնել 93 թվականի վերանորոգման տուն։ Իրա դասավորվածներով, հա, ու ես էլ մի քիչ պեդանտ եմ մոտենում այդ հարցին, որ ամեն ինչ պիտի լինի տեղում, էսի Երևա, էսի այս որ տենան, կհիշեն այս բանը, ասենց, ու այդ process-ը սենց երկարում է, մենք ունենք մարդիկ, ովքեր մեզ օգնում են ադմինիստրատիվ եւ կոորդինացիոն հարցերով, Արևիկը եւ Իրինան, հրաշալի մարդիկ, ուղղակի միացել են պրոյեկտին, որ այդ մթնոլորտի մեջ sense միասին աշխատենք, բայց ամեն դեպքում ցանկալի է, որ այդ ամեն ինչը ոնց որ հովանավոր ունենա, օրինակ, որպեսզի ավելի կազմակերպված, ավելի դեստիպած ես դու իմ ավելի շատ ժամանակ տրամադրել քո այլ գործերին։ Ուղղակի քո նախաձեռնությամբ, որ պահին որ հարմար է, ինչ որ այսենց մոտիկան, բայց մեր այդ հետևողները շատ են գնում։ Ինչի՞ չեք նկարում, ինչ եղավ եւ այլն, հիմա ոնց որ համել առիթ օգտագործել է ասել։ Դե հուսանք Գրիգոր մենք չենք լսի մի օր, որ Ֆուջիկան կամ դադարում է իր գոյությունը կամ դադար է վերցնում, որքան էլ հասկանում եմ դժվար է, չնայած Չէ, դադար չի վերցնում, ուղղակի բնականon դադարներ գուցե ստացան, որովհետև ես նաև ռեժիսոր եմ եւ գովազդներ եմ նկարում, ռիլեր եմ նկարում ու այդ փոխողի մեջ ես պետք է հասցնեմ էնել անեմ, ինձ էլ է շատ հաճելի։ Կարծում եմ այդ դադարները եւս ստեղծագործական պետք են, Կարեն։ Համաձայն եմ, բայց որ Ֆուջիկայի էջի հետևորդները սովորել են, որ կոնկրետ ինչ-որ այո, ժամանակահատվածը մեկ պետք է հայտնվի ինչ-որ թեմայի շուրջ, հերթական իրանք հայտնվեն իրանց մանկությունում։ Այո, ու այդ ցանկացած ռիլը բոլոր դետալներով տանում է քեզ այդ դեպի այդ մանկությունը, որտեղ ոչինչ չէիր տենում, ոչինչ չունեիր, ու դեմքիդ ասենց ակամայից ավտոմատից ժպիտ է առաջանում, ասես ահա ես ունեցել եմ սրանից, ես էս հեծանիվից եմ ունեցել, ես էս խաղալիքից եմ ունեցել, իսկ հիմա մեր երեխեք ունեն 74 հատ խաղալիք, բայց ընդհանրապես հետաքրքիր չի իրենց դա։ Մենք ունենք Tetris, մենք ունենք հեշտ է տրվում։ Այո, արժեք որպես այդպեսին ինքը այդքան ինքը հոգեվոր արժեք չի կրում էլի, որտեղ այն ժամանակ մի հատ բան ուներ ու գնահատում էիր դա։ Իսկ հիմա ամենձև բան։ Կարենի ասած 75 հատ ունես եւ մեր համար Դենզի, Մարիոն որ խաղում ենք Մարիո, ես էլ եմ խաղացել։ Մարիոն, տանկը, կոնտրան, գիշեր։ Այն կասետներով, չէ՞ որ դրվում է։ Cartridge էր կոչվում, ասես փչում էր որ լավ աշխատեր, եթե չէ։ Հա, ճիշտ է, կարծես, ճիշտ է։ Ու նայում էր, որ ընտրում էր խաղերը, մի քանիսներ թվով բերում էր, չէ՞, մի 70000 խաղ բերում, որ 999 ու կեսը նույն խաղերն էր գրեթե։ Ու խաղի տարբեր լեվելներ, ինչ որ բաներ ավելացրած, ասես Այդ որ ատրճանակ կար, որ բանը պիտի կրակի էր, որ շունը բռներ, չէ՞, ու որ կրակում էր, հերոստատուցին մոտիկ էր գնում, որովհետև չէր աշխատում, չէ՞, ու դու ասես ասում ես, ահա, սենց չի լինում, ինչ չի լինում։ Բադել ծաղում էր, հա, որ չէր խփում։ Հա, ճիշտ է, կարծես։ Այո, շատ սենց ինչ-որ նոր թեմաներ կան։ Ճիշտն ասած, ոչ միայն նոր թեմա կա, ոդկաստ եմ նկարել։ Նկարել եմ, բայց Վաու։ Մոնտաժել եմ։ Շատ լավ է ստացվել։ Բայց փակ լինկով YouTube-ում պահել եմ։ Հիմա որ հարցնեք ինչի, չգիտեմ ինչի։ Ուզում ասեմ կա նոր պրոյեկտ, որը ուզում եմ նույնիսկ հեսա բացեմ, այնտեղ մի ժամ մոտավորապես։ Բայց էլի էս թեման է 90-ականների, բան է։ Ու ոնց որ ամեն հյուրի 90-ականները ինչպես է անցել։ Առաջինը նկարել ենք Հայկ Ապրիկոտայի ու Արմին Ռոկի հետ։ Այսօր հյուր եմ լինելու նրա։ Լուրջ է։ Այս լավ պատվոտ կա ստացվեց։ Շատ։ Պայմանավորվենք, այսպես չէր լինի։ Ուրեմն իրանց հետ եմ նկարել, իմ լավ ընկերներն են նաև։ Ու զրուցել ենք 90-ականների մասին, Արնին պատմել է, որ ինքը իր մանկությունը անցել է Թիֆլիսում, Թիֆլիսի 90-ականներից ենք ինչ-որ լավ հետաքրքիր բաներ իմացել, Հայկը մեր ստեղի 90-ականներից, սենց խառը հետաքրքիր շատ սենց զրույց է ստացվել,
որը բայց շատ պահանջված, շատ սիրված թեմա է, սա ճիշտ եմ, թե չէ։ Հիմա շատ ակտուալ է, շատ են կազմակերպում, մենք միջոցառումներ էլ ենք հիշեկանում, ինքը շատ պահանջված թեմա է, բայց շատ ռեսուրս է տար, այսինքն մեր դեպքում կան մարդիկ, ովքեր անում են այդ նույն պրոյեկտից ու նայում եմ, ասենք այսպես նստած ուղղակի ասում եմ, հիշում եք այն, որ 90-ականներին գնում էինք, բանը գործնագործ էինք խաղում, կոմենտներում գրեք, սենց մոտենում են, էդ էլ է մոտեցումը, օքեյ, բայց էդի ես 5 րոպեում կնկարեմ, ինքն էլ 5 րոպեում նկարել է։ Հա, իրականում որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ ասում Գրիգոր, անկեղծ եմ ասում, այդ վիդեոները ռիլերից մեկը գոնե պետք է տեսնել ու հասկանալ, թե ինչ ասում։ Հա, Fujika-ի edge-ը որ մարդիկ մտնեն եւ TikTok-ում եւ Instagram-ում, այնտեղ կտեսնեն, ասենք, քանի լոկացիայում է նկարվում, ինչ դետալներ է օգտագործվում, այնց ոնց է ամեն ինչ մանրակրկիտ։ Վիդեոներ կան Սորական գրանյոնի բաժակներից, գրանյոնի, չէ՞, ինչ բառը, վերջացած մեքենաներով, բան, հա, էլի, հա, իրոք ինքը սպորտային համազգեստը, որը սպարտիվկա էինք ասում, չէ՞, շատ սենց, հա, absolute կբերի, հետո գիտեմ մեքենայի մեջ էս ասում։ Մեկը գլխարկը USA Կալիֆոռնիա գրած, այդ պետք է որ շատերը հիշեն։ Հա, հա, արծիվով, չէ՞, արծիվով, այո։ Այդ նորից կանամ պոդքաստ ասեմ, որը երևի շուտով կհրապարակեմ, ինչ-որ մատես փոքր շարք կանեմ։ Մենք կսպասենք անհամբերությամբ։ Հուսամ կսպասենք, երկար չեմ սպասացնի դες։ Գոնե տարվա վերջ կլինի, երևի թե։ Նույնիսկ հիմա էլ կա։ Պետք է շերանամ։ Պետք է այդ կոճակը սեղմելու։ Բայց նայում եմ Գրիգորի դեմքը, որ ասեց ինչ եք ուզում իդանից եմ։ Չէ, գուցե առավոտյան շուտ որ աշխատել է Գրիգորը քիչ ես քնել։ Քեզ շուտ ենք անել։ Վերջերս ընդհանրապես քիչ եմ քնում։ Շուտ ենք քնել։ Խիրը համատարած։ Բալիկն է որոշում երբ քնեմ երբ պարտանամ, բայց Բալիկը տես բալ է, այո։ Կարենը կիմանա։ Ես կիմանամ, իմ աչքը, իմ աչքը արդեն թրթռում է երրորդ երեխայի։ Ես չեմ կարող ասել, բայց դու հանգիստ։ Օրինակ դու ինչ հիշեցիր քո մանկությունից, 90-ականներից, դժվարություններից, հաճելի պահերից։ Ես նախ ասեմ այն փաստը, որ ես դե Թալինում եմ ծնվել, բայց այնպես է ստացվել, որ Երևանում եմ ապրել, այսինքն դպրոց եւ այլն։ Ու երբ գնում էինք ամառային արձակուրդներին, մենք տուն չէինք մտնում։ Այսինքն նույնիսկ ջուրը գնում էինք հարևանի տանն էինք խմում, որ եթե տուն գնայինք, էլ չէին թողնելու դուրս գանք։ Այդ 7 քարը պողմտոցին, գործնագործը, անկեղծ խաղացել եք։ Դոնալդ, Դոնալդ։ Հա։ Խփում էին, չէ՞։ Դա միջը ֆիշկաների հայտնվել է, չէ՞, տուրբո բոմբին բոմբ։ Դա ֆիշկաներից հաղթում էին բոլորին։ Բայց սկզբում Դոնալդն ա եղել։ Տուրբոն, Դոնալդ, տուրբո, բոմբին բոմբ, հոտը ես հիշում եմ այդ։ Դες երկար բաներ էր, չէ՞։ Չէ, տուրբոն սա տափակ է։ Դերբի մանեն շոկոլադներն եմ հիշում, չէ՞։ Մենք դերբի մասին ռիլ ունենք, ինքը տենց ահագին շատ տարածվել էր։ Ու բանը ես հասկացա, որ մեր ժողովուրդը դերբի կարիք ունի։ Չէ, լուրջ, ինձ մարդիկ էին գրում, որ խնդրում եմ դերբի գտեք, ես մի արկղ կառնեմ, մի ящик դերբի։ Մի հատ մարդ իրոք ինձ տենց մի քանի անգամ գրել է, ասեցի չկա, հետո հասկացա ու շատ էին գրում այդ դերբի ռիլից հետո, ասեցի դերբի արտադրեմ։ Նախ հետաքրքրվեցի, պարզվեց դերբի չկա, էլ չի արտադրում ոչ միտեղ։ Դուրս է։ Հա։ Ու տենց ծրագրեր կան դերբի գործ անելու, եթե այն թվերի լեքսիկոնով ասենք, նույնիսկ թեթև պայմանավորվածություն կա, շոկոլադագործ անձնավորության հետ։ Հա, մի քիչ տենց այն հին դերբի ոչ համով, որտեղ եթե հիշում եք իրանց ռեզինի համ էր գալիս։ Ատամները հալվում էր, այո։ Կպնում էր բերանից մեջ, քիմքը ամբողջ։ Միամից պահում բայում էր։ Հա, ինքը տենց մնում էր, դալգայի գրայիչի ընթացքում կարող էր լեզով իրան մի քիչ էլ Արամատս գար էլի։ Ցավոք սրտի մենք քիչ առաջ տեղեկացանք, որ մեր հասանելիք ճապաբաժինը հոսանքի սպառվավ, հեսա քիչ անջատեն։ Հովարային անջատումները կլինեն, այո։ Մեր հյուրներ Գրիգոր Գալստյան, շատ տաղանդավոր մարդ, շատ բաների մեջ թաթախված, ներառված աշխատող մարդ, ով նաև հիմնադիրն է ոչ թե համահիմնադիր, չէ՞, համահիմնադիր, հա, Fujika-ի։ Instagram-ում կարող եք գտնել Fujika-ն, ավելի մանրամասն պրպտեք, նայեք, հիշեք, ապրեք, վերապրեք ու վստահ եմ ժամանակակից լեզվով ասած
պատվիսկա կլինեք այդ էջին ու բաժանորդագրվեք, այո։ Շնորհակալություն շատ։ Այս պահին գովաց մեր եթերում, ինչից հետո կընտրում ենք մեր հաջորդ հաճելի եւ շատ սպասված մարդկանց։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։